Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում բացվեց նոր և շատ գեղեցիկ մարզադահլիճ։ Դպրոցի տնօրեն Տիկին Համբարձումյանի նախաձեռնությամբ այսուհետ դահլիճում կանցկացվեն տարբեր տեսակի սպորտային միջոցառումներ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում անմահացած նույն դպրոցի 4 աշակերտների։ Այս տարի որոշվել է անցկացնել բասկամարտի և սեղանի թենիսի մրցումներ, որին մասնակցել են թիվ 33 և 39 դպրոցների սաները։ Հաղթողները ստացան սիմվոլիկ մրցանակներ, որոնք հանձնեց հերոսներից մեկի՝ Ժոռը Անդրեասյանի կրտսեր եղբայրը՝ Գոռ Անդրեասյանը։ Մրցումներն անցան շատ մեծ ոգևորությամբ։ Տնօրենի խոսքերով դրանք կրելու են շարունակական բնույթ և փորձելու են ընդգրկել ավելի շատ դպրոցներ։ Մի փոքր ուշացումով, բայց մենք փորձեցինք նշել մեր տղաների Ժոռայի և Հրանտի ծննդյան տարեդարձը։ Դպրոցը այսպիսի մի ավանդույթ է որդեգրել, հերոսներին հիշում ենք ոչ թե սգալով, այլ հաղթանակներով։ Մենք ունենք նոր մարզադահլիճ և որոշեցինք նոր մարզադահլիճում սպորտային միջոցառում կազմակերպել երկու դպրոցների միջև, որտեղ եղան ինչպես հաղթողներ, այնպես էլ պարտվողներ, և որոշեցինք ավանդություն դարձնել այդ սպորտային միջոցառումները և միշտ հիշել հաղթանակներով։ Այսօր մենք ոչ միայն հիշում ենք նրանց անունները, այլև մեր ուժն ու կամքը ցույց ենք տալիս կազմակերպելով ուշադրության, բասկամարտի և սեղանի թենիսի միջոցով։ Թող այս մրցաշարը լինի մարտադաշտի երկրում, որ մենք ապրում ենք նրանց թողած արժեքներով, հավատով և նրանց իրացած Հայաստանի հույսով։ Ավերջ բառ Միջոցառման մեկնարկին հնչեցին հայոց հերոսներին նվիրված գնահատանքի խոսքեր, ինչպես նաև տեղի ունեցան պարային և սպորտային համարներ։ Այս նախաձեռնությունը դարձավ հիշողության և երախտագիտության նոր քայլ, միավորելով դպրոցականներին և համայնքը։ Հերոսների հիշատակը հավերժ պահելու և երիտասարդ սերունդների մեջ հայրենասիրություն ու մարտական ոգին սերմանելու նպատակով։ Հավերժ փառք հայրենիքի համար մղված մարտերում ընկած հերոսներին։